Արցախ չիմացողը, Արցախում չեղածը, այդ պատմությունը չիմացողը, ինչպես է ինքը ընկալելու։ Ուրեմն տվել եմ ընդամենը 3, խնդրել եմ 3 երեխա կարդա ու ինձ ասի, 3-ը հասկացել են նույն կերպ, այսինքն Արցախը հանձնել է ըստ այս իշխանությունների Արցախի ղեկավարությունը այդ ժամանակվա իդեմս Սամվել Շահրամանյանի, որտեղ այնտեղ հենց գրված է Սամվել Շահրամանյանի ազգանունը։ Այսինքն այստեղ այլ նպատակ իրենք չեն հետապնդել, քան այո, այդտեղ ոչ իբրև թե այսպես ակնհայտ, բայց հենց այդ միտքն են տարել կարմիր թելով։ Հասկանալի է, որ ոճրագործները, հանցագործները միշտ փորձում են քողարկել իրենց ոճրագործությունները, իրենց հանցագործությունները։ Մինչ այն պահը, քանի դեռ իրենք կան ֆիզիկապես, որովհետև շատ ոճրագործություններ բացահայտվում են մարդկանց մահից հետո երբեմն նաև, կամ չեն բացահայտվում ցավոք, կամ բացահայտվում են, երբ որ համապատասխան իրավիճակն է լինում, կամ այդ բացահայտումները արդեն տրամաբանական այդպես ընթացքն ու ավարտը բերում են այդ բացահայտումներին։ Հիմա ոճրագործությունը բացահայտելու այդ մարմիններն են իրենց ձեռքի շարժումով աշխատում, նկատի ունեմ դատական համակարգ, մի խոսքով իրավական ողջ համակարգը, որովհետև որևէ մեկը թող այլևս չհակառակվի, որ այդպես է, փաստ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության ամբողջական ոչնչացում, որովհետև այսօր, չգիտեմ, կա էլ երկիր, որ այսքան քաղբանտարկյալներ ունի, իրեն ժողովրդավար հռչակած երկրի մասին է խոսքս, կամ բաստիոն ժողովրդավարական հռչակած։ Մեկ էլ Թուրքիան ու Ադրբեջանը։ Այո, ես իրենց հետ երբևէ չեմ մտածել, որ կարող ենք համեմատվել, բայց հիմա այո, բոլոր համեմատականները այդպես են ցավոք սրտի։ Եվ հասկանում ես, որ այդ process-ներում էլ դու հաջողության հասնելու հավանականությունը, քանի դեռ իրենք են իշխանության, ես ամեն դեպքում ուզում եմ լավատես լինել, հավատալ, որ փաստաբանները կկարողանան մինչև վերջ հասցնել ավարտին, բայց ցավոք սրտի տեսնելով իրականությունը, մի տեսակ վստահ չեմ դրանում, եւ նաեւ ի վերջո իշխանության իրենք են, եւ իրենց հորինած պատմությունները, կեղծ, զզվելի, անմարդկային, անօրեն պատմությունները այսօր հնարավորություն ունեն, որպես մեծամասնություն, ամենաշատ քանակը ունեցող պատգամավորներով, ազգային ժողովի բարձր դիրամյոնը օգտագործելով սուտը կեղծիքը հային ոչ բվայել բառապաշարով, էլ չեմ ասում քաղաքական որևէ այնտեղ միտք կամ կեցվածք դու չես էլ կարող տեսնել իրենց կողմից, այդ ամենը մատուցել, հրամցնել ժողովրդին։ Եվ ժողովրդին այո համոզել, որ այդպես է, բայց իրականության մասին մենք շատ ենք խոսել եւ ես որևէ կերպ չեմ էլ փորձում հանցագործություն կատարածների առաջ որովհետև փաստարկներ, հակափաստարկներ բերել։ Ես մեկ փաստարկ ունեմ դրա դեմ։ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը իր խմբով, Արցախի ռազմաքաղաքական վերնախավին եւ մեր մյուս հայրենակիցներին պատանդառության է մատնել Նիկոլ Փաշինյանը եւ իր խումբը եւ այնուհետ որևէ քայլ այդ ուղղությամբ չեն արել, որովհետեւ մարդիկ գոնե հույս ունենան, որ ինչ որ մի օր իրենք վերադառնալու են, տեսնում եք մեր պատանդառված հայրենակիցներից մեկը արդեն շատ ծանր վիճակում է եւ այսօր հերթական հայտարարություններ, որ այլևս ինքը չի կարողանում դիմանալ այն ամենին, ինչ որ այնտեղ տեղի է ունենում, իսկ թե ինչ է տեղի ունենում, մենք այդ մասին արդեն ցավոք սրտի չենք էլ ինֆորմացիոն, որտեղ այլևս այնտեղ Կարմիր խաչը իր գործունեությունը դադարեցրել է, այդտեղ ցույց են տալիս։ Այո